Ջութերը քաղցրացել արևի տակ փայլում են, բերքը միասին քաղել ուտելու են կանչում գինեգործության ավանդույթներով հայտնի Արենիից, Վայոց ձորից։ Այս կիրակի նշվող խաղողորհնեքի պատվին մարզի Աղավնաձոր բնակավայրում փառատոն են կազմակերպել։ Հրավիրում են բոլորին, նաև երկրի զբոսաշրջիկ հյուրերին, ներկայացնում տոնի իրենց օրակարգը։ Ժամը 4-ին 16:00-ի մեկնարկը կտրվի խաղողի բերքի առաջին բերքի օրհնության կարգով, որից հետո կլինեն ազգային երգերաշտություն, պար, կլինի լարախաղաց, ներկայացված կլինեն ավանդական ուտեստներ, ներկայացված կլինի Աղավնաձորի եւ Արենի համայնքի գինեգործությունը ողջ, կլինեն գինեգործներ, մեղրագործներ։ Գյուղն այս տարի արդեն 3-րդ անգամ է փառատոնային մասշտաբով խաղողորհնեք կազմակերպում։ Օրհնյալ եղեք, գիշտորացեք։ Այնպես են արել մինչև Աստվածածնի փոխակերպման տոնի բուն մեկնարկը զբոսաշրջային ընկերությունները հասցնեն Երևանից գնացող խմբերին տարածքի տեսարժան վայրեր ու գինու մառաններ այցի համտեսի տանել, ծանոթացնել տեղի քչերին հայտնի վայրերին, սովորույթներին, ասում են կազմակերպիչների թիմից։ Կան ավանդույթներ, որոնք ժամանակի ընթացքում մոռացվում են եւ այս ամեն ինչը, որը որ արվում է մեր կողմից, նպատակ ունի պահպանելու այդ ամենը։ Ծիսական տոնի հյուրերը ոչ միայն ուրախ ժամանց կունենան, այլև փառատոնի տաղավարներում Վայոց ձորի հայտնի մեղրը, գինին, ջրերն ու մարզին բնորոշ ուտելիքները գնելու հնարավորություն։ Լինելու է նաև ժյուրի, գյուղի թաղերն իրար հետ մրցելու են տատիկների հին ավանդական այնպիսի ճաշատեսակներով, ինչպիսին ձմերուկի ու սեխի կորիզներից պատրաստվող յուղալի ապուր խնով շորվան է։ Փառատոնի գաստրոնոմիական պատասխանատուն մենյուն է թվարկում։ Սուտլիկ տոլմա, որը ինքը ազգային կերակրատեսակ է կարծում եմ, դա պարտադիր պետք է լինի, պասուց տոլմա, բանջարով ճաշ, մասրով ապուր եւ էլի բազմազան են այդ ճաշատեսակները։ Հյուրասիրություն, երգ ու պար, լինի Աղավնաձորի խաղողորհնեքի, թե մյուս բնակավայրերում անցկացվող մեղրի, գինու ու գաթայի փառատոններով փորձում են որքան հնարավոր է շատ այցելուներ բերել իրենց համայնք ու գյուղական ապրանքների փոքրիկ վաճառքներով աջակցել մարդկանց, ներդրումներ ներգրավել։ Տեղում տնտեսական կյանքն աշխուժացնելու իրենց քայլերի արդյունքից Արենի համայնքային զարգացման հիմնադրամի ղեկավարը գոհ է։ Համայնքում ունեինք 5 հյուրատուն, այսօր հյուրատունների թիվը հասել է 23-ի, ունենք 130-ից ավելի ընտանեկան գինու արտադրամասեր, ունենք 5 տնային ռեստորաններ արդեն հիմնված, այսինքն Արենի համայնքը շատ մեծ թափով, շատ մեծ ուժով զարգանում է, հիմնվում են նոր խաղողի այգիներ ողջ համայնքում։ Զբոսաշրջային հոսքերի նոր թվեր դեռ չունեն, բայց խոշորացված Արենին նախորդ տարի Խաչիկում գաթայի փառատոնին 6000 այցելու է ընդունել, 40,000 հյուր միայն գինու փառատոնին։ Նպատակ են դրել առաջիկայում թարմացնել ռեկորդները։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։